Սիրահարված երկվորյակներ։ Երբ երկվորյակները սիրահարվում են, այդ գործընթացը հազվադեպ է լինում պարզ և ուղիղ։ Նրանց զգացմունքները զարգանում են միաժամանակ մի քանի հարթությունում՝ մտավոր, զգացմունքային և սոցիալական։ Սերը նրանց համար միայն զգացմունք չէ, այլ հետաքրքիր փորձառություն, որը պետք է խթանի միտքը, զվարճացնի հոգին և շարժման մեջ պահի կյանքը։ Սիրահարված երկվորյակը կարող է մի օր լինել չափազանց ուշադիր, խոսուն և ջերմ, իսկ հաջորդ օրը ավելի հեռավոր ու մտահող։ Այս փոփոխականությունը հաճախ սխալ է ընկալվում որպես անորոշություն կամ անկեղծության պակաս, սակայն իրականում այն արտացոլում է երկվորյակների ներքին պայքարը հասկանալու, թե ինչ են նրանք իրականում զգում տվյալ պահին։ Նրանք սովոր են վերլուծել ամեն ինչ, և սերն այս դեպքում բացառություն չէ։ Երկվորյակները սիրահարվելիս առաջին հերթին կապ են հաստատում մտքով։ Եթե զուգընկերը չի կարող նրանց հետաքրքիր զրույց առաջարկել, քննարկել գաղափարներ, վիճել առողջ ձևով կամ կիսվել նորություններով, ապա զգացմունքային կապը դժվար թե երկար տևի։ Նրանց համար խոսքը, հումորը և մտավոր խաղերը նույնքան կարևոր են, որքան ֆիզիկական մոտիկությունը։ Սիրո մեջ երկվորյակները փնտրում են թեթևություն և ազատություն։ Նրանք դժվար են տանում ճնշումը, խանդի ծայրահեղ դրսևորումները կամ վերահսկող վերաբերմունքը։ Եթե զգան, որ իրենց սահմանափակում են կամ փորձում են կաղապարել, կարող են արագ հեռանալ, եթե իրական զգացմունքներ կան։ Նրանց համար սերը պետք է լինի տարածք, որտեղ կարելի է շնչել։ Միևնույն ժամանակ, երբ երկվորյակը զգում է, որ իրեն հասկանում են և ընդունում իր ամբողջական կերպարով, նա կարող է դառնալ շատ հոգատար և նվիրված։ Նա սիրում է կիսվել իր մտքերով, ներգրավել զուգընկերոջը իր աշխարհում, միասին փորձել նոր բաներ և ստեղծել հիշողություններ։ Նրա սերը հաճախ արտահայտվում է ոչ թե խոստումներով, այլ ներկայությամբ ու ներգրավվածությամբ։ Երկվորյակների սիրային վարքագիծը երբեմն կարող է թվալ հակասական։ Նրանք կարող են միաժամանակ ձգտել մտերմության և պահպանել անկախությունը։ Սա պահանջում է համբերություն զուգընկերոջ կողմից, սակայն այն մարդը, ով կարողանում է ընդունել այդ երկակիությունը, հաճախ ստանում է շատ դինամիկ, հետաքրքիր և կենդանի հարաբերություն։ Սիրահարված երկվորյակների համար ամենավտանգավոր զգացումը ձանձրույթն է։ Երբ հարաբերությունը դառնում է կանխատեսելի և առանց զարգացումների, նրանք սկսում են հոգեբանորեն հեռանալ։ Այդ պատճառով նրանց հետ կապը պահպանելու համար կարևոր է մշտական նորություն, զարգացում և փոխադարձ հետաքրքրություն։ Ի վերջո, երկվորյակների սերը նման է ճանապարհորդության՝ լի շրջադարձերով, մտավոր բացահայտումներով և անսպասելի պահերով։ Այն չի խոստանում հանգիստ կայան, բայց խոստանում է շարժում, մտքի կայց և կյանքով լեցուն փորձառություն։ Երկվորյակ սիրահարված տղամարդ։ Երկվորյակ տղամարդը սիրահարված լինելու պահին դժվար է կանխատեսել ինչ կարվի կամ ինչ կմտածի հաջորդ պահում։ Նրա զգացմունքները արագ են զարգանում, բայց նույնքան արագ կարող են փոխվել, կախված նրանից, թե որքան հետաքրքիր ու խթանող է հարաբերությունը նրա համար։ Նա սիրում է մտավոր խթան և հոգեբանական խաղեր, ուստի եթե զուգընկերը կարողանա լինել միևնույն ոգով ակտիվ, հետաքրքիր և ստեղծագործ, նա անմիջապես գրավում է նրա ուշադրությունը։ Սիրահարված երկվորյակ տղամարդը հաճախ չի հիասթափվում անընդհատ նոր բաներ փորձելուց, քննարկելուց կամ մտավոր ծավալով կապված խնդիրներ լուծելուց։ Նա ցանկանում է, որ հարաբերությունը միշտ կենդանի լինի, ուր կարող է զարգացնել իր մտավոր և զգայական կողմերը։ Նրա սերը հաճախ արտահայտվում է ոչ միայն գործողություններով, այլև խոսքերով։ Նա պատրաստ է կիսվել իր մտքերով, քննարկել իր զգացմունքները և փորձել հասկանալ, թե զուգընկերն ինչ է զգում։ Երկվորյակ տղամարդը սիրում է խելացի զուգընկեր։ Եթե հարաբերությունը միայն զգացմունքային կամ ռոմանտիկ բնույթ ունի, առանց մտավոր խթանի, նա կարող է ձանձրանալ։ Նրա համար կարևոր է ազատություն և ոչ մի կերպ չզսպել իր հետաքրքրասիրությունը կամ գործողությունները։ Սիրահարված երկվորյակը դժվարությամբ է դիմանում վերահսկողությանը, խանդին կամ սահմանափակումներին։ Ինքն իրեն բացահայտելիս նա կարող է լինել անսպասելիորեն նվիրված և հոգատար, ցույց տալ ուշադրություն և ներգրավվածություն հարաբերության մեջ, հատկապես երբ վստահ է, որ իրեն ընդունում են ամբողջությամբ, իր բոլոր փոփոխական կողմերով։ Նա սիրում է ստեղծել հիշողություններ, փորձել նոր բաներ և առօրյա կյանքը դարձնել հետաքրքիր և բազմազան։
Երկվորյակ տղամարդու սիրային բնավորության առանձնահատկություններից է երկակիությունը։ Նա միաժամանակ ձգտում է մտերմության եւ պահպանում է իր անկախությունը։ Դա պահանջում է զուգընկերոջ հանդեպ համբերություն եւ մտավոր ճկունություն, բայց եթե հաջողվի ընդունել այս երկակիությունը, հարաբերությունները կարող են դառնալ շատ դինամիկ, հետաքրքիր եւ ոգեշնչող։ Ի վերջո, սիրահարված երկվորյակ տղամարդու հետ հարաբերությունը նման է ճանապարհորդության, լի անսպասելի պտույտներով, մտավոր բացահայտումներով, հումորով եւ էներգիայով լի պահերով։ Նա չի խոստանում անդադար կայունություն, բայց խոստանում է կյանքը դարձնել ավելի հագեցած, էներգիկ եւ հետաքրքիր։ Երկվորյակ սիրահարված կին։ Երկվորյակ կինը սիրահարվածության մեջ իրոք ոչ մի օրական ռեժիմ չի ընդունում։ Նրա սերը փոփոխական, հետաքրքրասիրությամբ լեցուն եւ անմիջապես զգացմունքային է։ Նա ձգտում է մտավոր եւ զգայական խթանի, ուստի զուգընկերոջ հետ հարաբերությունները նրան պետք է լինեն երազանքների եւ նոր հայտնագործությունների համակցություն։ Եթե հարաբերությունը կանգ առնի, նա արագ կկորցնի հետաքրքրությունը եւ սկսի փնտրել նոր խոսակցություններ, նոր փորձառություններ կամ հետաքրքիր մտքեր։ Երկվորյակ կինը սիրում է խելացի, հետաքրքրասեր եւ անկաշկանդ զուգընկեր։ Նա ձգտում է, որ հարաբերությունը լինի բազմակողմանի, ինչպես մտավոր, այնպես էլ զգայական ոլորտում։ Սիրահարված կինը սիրում է, երբ զուգընկերը կարող է մասնակցել քննարկումներին, կիսվել սեփական գաղափարներով եւ լուրջ զրույցների մեջ ներգրավվել առանց սահմանափակումների։ Նա գնահատում է անհատականություն, հումորի զգացում եւ ստեղծագործ մոտեցում։ Սիրահարված երկվորյակ կինը հաճախ ոչ կանխատեսելի է։ Մեկ պահը նա ջերմ եւ հոգատար է, իսկ հաջորդը խաղակատակում, եռանդուն եւ թռիչքալիք մտքերով լեցուն։ Նրա սիրային մոտեցումը արտահայտվում է ինչպես խոսքերով, այնպես էլ գործողություններով։ Նա ցանկանում է, որ հարաբերությունները լինի կյանքի զվարճալի եւ նորարարակող ուղին։ Նա կարող է նույնիսկ ստեղծել ռոմանտիկ անակնկալներ, մտավոր խաղեր կամ համատեղ հետաքրքիր նախագծեր խթանելու սիրային կապը։ Երկվորյակ կինը դժվար է սահմանափակել։ Նրան անհրաժեշտ է ընկերոջ ազատություն եւ հարմարավետ տարածք, որպիսի կարողանա լիովին արտահայտվել։ Եթե նա զգում է ճնշում կամ միապաղալություն, նա կարող է հեռանալ կամ էլ ավելի քիչ ներգրավվել հարաբերությունների մեջ։ Բայց երբ զուգընկերը կարողանում է ընդունել իր փոփոխականությունը եւ աջակցել նրա հետաքրքրասիրությանը, հարաբերությունները դառնում են ակտիվ, ոգեշնչող եւ հուզիչ։ Նրա սիրո գեղեցկությունն այն է, որ նա միշտ պատրաստ է նոր փորձառությունների, զվարճալի զրույցների եւ անմիջական զգացմունքների։ Նա կարող է հմայել իր ինտելեկտով, հումորով եւ ճարպկությամբ, ինչը ստեղծում է կենթանի եւ դինամիկ սիրային միջավայր։ Ի վերջո, սիրահարված երկվորյակ կինը հարաբերությունների մեջ միշտ հետաքրքրասեր, ստեղծագործ եւ համեմատաբար անակնկալներով լի է։ Նրա սերը չի սահմանափակվում սովորական չափանիշներով, այն թռիչք է, որտեղ համատեղից պահանջվում է զուգակցվել նրա էներգիային, խելքին եւ անկանխատեսելիությանը։